Ռուսաստանը կարող է հարվածել բրիտանական ռազմական թիրախներին թե Ուկրաինայում եւ թե դրանից դուրս։ Ի պատասխան բրիտանական հրթիռներով Ուկրաինայից Ռուսաստանին հասցվող հարվածների, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։ Մարիա Զախարովան ասել է, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կրակի հետ են խաղում Ուկրաինային տրամադրելով Storm Shadow հեռահար հրթիռների արտադրության տեխնոլոգիաները, ինչը Կիևին թույլ կտա նման հրթիռների սեփական արտադրությունը սկսել։ Սա ըստ Զախարովայի կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես Փարիզի, այնպես էլ Լոնդոնի համար։ Ես ուզում եմ կրկնել եւ բոլորը պետք է գիտակցեն դա, ոչ միայն արևմուտքում այս որոշումները կայացնողները, այլև դրանք իրականացնողները կրակի հետ են խաղում եւ հետևանքները կարող են բացարձակապես անկանխատեսելի լինել, այդ թվում անձամբ իրենց համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետը երկուշաբթի Կիևում էր հայտարարել, որ Ուկրաինային կտրամադրվեն ֆրանս-բրիտանական արտադրության Storm Shadow հեռահար հրթիռների տեխնոլոգիաները, որպեսզի Կիևը կարողանա սեփական արտադրությունը սկսել։ Ֆրանսիան մինչ այդ էր տվել իր համաձայնությունը։ Զախարովան ասել է, թե ակնհայտ է, որ այդ տեխնոլոգիաներն ուկրաինացիներին հանձնելով Լոնդոնն ու Փարիզը փորձում են ազատվել Ռուսաստանի խորքերին հասցվող հարվածների պատասխանատվությունից։ Չի ստացվի, շեշտել է նա, հավելելով, թե արևմուտքն անմիջական պատասխանատվություն է կրում, մեջբերում եմ այս ահաբեկչական հարձակումներին մասնակցելու համար։ Բրիտանական ղեկավարությանը կրկին կոչ են անում ուշադիր գնահատել իրավիճակը եւ անհապաղ վճռականորեն եւ անվերապահորեն հրաժարվել թշնամական ագրեսիվ ուղեգծից, որը միայն երկարացնում է Կիևի նեոնացիստական ռեժիմի տառապանքը եւ վտանգում է հակամարտությունը սրել միանգամայն նոր մակարդակի։ Չնայած արտգործնախարարության ներկայացուցչի սպառնալիքներին, Կրեմլի խոսնակը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումները, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա։ Ըստ նույն հաղորդումների ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռադքլիֆի Մոսկվա կատարած այցի նպատակն էր Ռուսաստանին զգուշացնել, որ զերծ մնա նման քայլի։ Այսօր շատ են հրապարակվում այս տեսակի սարսափելի պատմություններ։ Իհարկե դա ոչ մի կապ չունի իրականության հետ եւ ոչ մի կապ չունի Ռուսաստանի Դաշնության մտադրությունների հետ։ Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը։ Կրեմլի խոսնակը նաև անդրադարձել է Financial Times-ի հրապարակմանը, ըստ որի Եվրոպական միության որոշ երկրներ Բրյուսելին կոչ են անում վերսկսել Ուկրաինային աջակցելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու գործընթացը։ Պեսկովը զգուշացրել է, Ռուսաստանը կդիմի դատարան, եթե Եմեն իր սառեցված ակտիվների հետ կապված որևէ մեջբերում եմ անօրինական քայլ ձեռնարկի։ Ու մինչ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև լարվածությունն էլ ավելի է սրվում, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտնել է, որ Կիևի եւ Մոսկվայի միջև բանակցությունները կարող են վերսկսվել սեպտեմբերին, ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱՄՆ գլխավորությամբ անցկացված բանակցությունները դադարեցվեցին այս տարի, երբ Ուկրաինան մերժեց ավելի շատ տարածքներ զիջելու Ռուսաստանի պահանջները, իսկ ԱՄՆ-ն կենտրոնացավ Իրանի հետ հակամարտության վրա։ Իսկ այս ընթացքում ռուսական զինուժը հրթիռներով եւ անօդաչուներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Կիևի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Ռուսական կողմը պնդում է, որ իր զորքերը ընդամենը 4 կիլոմետր են հեռու ռազմավարական կարևորություն ունեցող ուկրաինական Սլավյանսկ քաղաքից։ Ուկրաինան իր հերթին հարվածել է ռուսական առցանց մանրածախ առևտրով զբաղվող Օզոն ընկերության լոգիստիկ կենտրոններին Ուֆայում եւ Օրենբուրգում։ Օբյեկտներից ոչ մեկում հրդեհ չի բռնկվել։ Զապորոժիայի ատոմակայանը, որը պատերազմի ժամանակ է անցել ռուսական վերահսկողության տակ, հայտնել է, որ ուկրաինական զինուժը հարվածել է միջուկային օգտագործված վառելիքի պահեստի։ Հարվածն էական վնաս չի պատճառել։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել լուրը։